Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է։ Այսօրվա մեր հյուրն է վաղարշաբաթ խոշորացված համայնքի հաղթանակ դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը։ Պարոն Խաչատրյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Բարև ձեզ, ես նույնպես շնորհակալ եմ։ Օրը ցավոք վատ լուրերով է սկսվել, իրավապահները անհայտ ուղղությամբ տարել են Արագածոտնի մարզի հոգևոր առաջնորդին, ձերբակալել են եւս 5 քահանաների։ Ինչ գնահատական կտակ իշխանությունների իրավապահ համակարգի այս գործողությունների։ Կարող եմ ասել, որ սա հայ առաքելական եկեղեցու դեմ սկսված այն գարշելի քարոզչության գարշելի արշավի շարունակությունն է, տրամաբանական շարունակություն է։ Իրենք փորձում են հայ առաքելական եկեղեցին փորձում են կոտրել հենց ներսից, տեսեք շարունակաբար հայ առաքելական եկեղեցին իր ուժը այսպես հավատավորներով խարսխված է թեմերի վրա։ Առաջինը Տավուշի թեմներ առաջին արարը, երկրորդը Շիրակի թեմի առաջնորդը եւ այսօր արդեն առավոտից ականատես եղանք Արագածոտնի թեմին, Մկրտիչ Սրբազանին եւ թեմի մյուս քահանաներին։ Սա իրենց նպատակների փորձում են սրանով այն ինչ նպատակ որ դրել են, այսինքն հայ առաքելական եկեղեցուն փորձեն պատվազրկել, փորձել հեղինակազրկել, վարկաբեկել, այո, որպեսզի ոչ մի հոգևորական կլինի բարձրաստիճան հոգևորական թե քահանաներից ոչ մեկ չհայտնի իր անձնական կարծիքը, չհայտնի իր կարծիքը Հայաստանի Հանրապետության մասին, ապագայի մասին, այսինքն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի կարողանում համակերպվել այն մտքին, որ որևէ մեկը կարող է իրենց կարծիքից տարբերվող կարծիք ունենալ։ Իսկ հայ առաքելական եկեղեցին որպես կուռ այսպես մի կառույց, որի քպեի ձեռքերը դեռ այդտեղ չի հասել, փորձում են, այսպես ասած, վերջին կառույցը նույնպես քպեականացնել, բայց ես վստահ եմ 1700-ամյա մեր պատմության մեջ, քրիստոնեական պատմության մեջ շատ դեպքեր են եղել, ցավոք մյուս դեպքերը եղել են արտաքին թշնամիների կողմից, սա կարծես թե ներքին թշնամիների կողմից է արվում, բազմաթիվ փորձություններով անցել է եկեղեցին եւ մնացել կանգուն իր հավատավորներով, իր այսպես ասած հոտով հայ առաքելական եկեղեցու եւ հիմա էլ շարունակվելու է այդպես։ Ինչ է կարծում ընտրություններին, որքան ժամանակը մոտենա, այնքան այս ագրեսիվ, ինտենսիվ հարձակումները եկեղեցու վրա ավելի կշատանան։ Իհարկե, կարծում եմ, որ շատանալու են, սակայն իրենց գլխավոր նպատակը, այսպես ասած, երկրի վարչապետի կողմից բազմիցս արտահայտած հոգևոր ժողով պետք է տեղի ունենալ հանդիպում Էջմիածնի կենտրոնական հրապարակում, իրենք մի փոքր դադար էին վերցրել, որովհետև շատ լավ հասկանում էին, որ այդ իրենց ճակերտավոր հոգևոր ժողովը շատ բացասական է ազդելու իրենց կուսակցության ռեյտինգի վրա, այո, վերցրել են դադար, որպեսզի ընտրություններից հետո, վաղարշաբաթ խոշորացված համայնքում ավականու ընտրություններից հետո անմիջապես անցնեն իրենց բուն նպատակին։ Բնականաբար գնահատականը բացասական է եւ զզվելի է, այսպես ասած, ներողություն արտահայտությանս համար, որովհետեւ տեսնել ԱԱԾ-ականների դիմակներով, ովքեր ձերբակալում են հոգևորականներին, մենք բոլորս այդ հոգևորականներին տեսել ենք այլ դաշտում, տեսել ենք մեր հարսանիքների ժամանակ, մեր երեխաների կնունքների ժամանակ, ոմանք 44-օրյա պատերազմի, այո, ոմանք 44-օրյա մասնակիցներ են եղել եւ այսօր տեսնում ենք, որ ԱԱԾ-ականները հրամանով, կարծես թե հերոսակախմբերով հարձակվում են հայ առաքելական եկեղեցու վրա։ Տեսեք, այսօր նույնիսկ հավատավոր ժողովրդի մարդիկ կային գնացել էին եկեղեցու դռները փակել։ Մարդիկ չեն կարողանում հասկանալ, չեն պատկերացնում ոնց կարող է եկեղեցու դռները փակ լինի։ Ոչ մեկի ուղեղում չի տեղավորվում այդ ամեն ինչը։ Դուք ձեր խոսքում արդեն իսկ անուղղակիորեն նշեցիք, որ հատկապես վաղարշաբաթ խոշորացված համայնքում, հատկապես Էջմիածնում ընտրության արդյունքները շատ կարևոր են այս իշխանությունների համար, մայր աթոռի վրա հսկողություն կամ իշխանություն մենք չգիտենք ինչպես են դա իրենք պատկերացնում հաստատելու համար ինչ գործընթացների կարող են սկիզբ դնել կամ գնալ իրենց համար ցանկալի արդյունք ապահովելու համար։ Իրենցից կարելի է սպասել ամեն քայլ, ամեն իհարկե ոչ օրինական, ապօրինի քայլեր, փորձելու են թե վարչական ռեսուրսի կիրառումով, թե պետական ապարատի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների միջոցով փորձելու են իրենց համար ցանկալի արդյունք ապահովել, սակայն ես վստահ եմ, որ իրենց մոտ չի ստացվելու, որովհետև վաղարշաբաթին շատ լավ պատկերացնում է
ինչ ընտրություն է կատարելու նոյեմբերի 16-ին, շատ լավ պատկերացնում այդ ընտրության արդյունքները ինչի են բերելու հետագայում, թե եկեղեցու հետ կապված, թե համայնքի աշխատանքների հետ կապված։ Կարծում եմ իրենց մոտ չի ստացվելու, որովհետև կան շատ նաև ուժեր, մասնակցելու են, մենք այդ ամեն ինչը տեսել ենք նաև Գյումրիում մարտի 30-ին, տեսել ենք Փարաքարում, այսինքն նույն վարչական ռեսուրսը, նույն պետական ապարատի գրողները մարդկանց վրա, մարդկանց բարեկամների վրա, տեխնացուների շտաբերի աշխատակիցների, մենք այդ ամեն ինչը ականատես եղել ենք եւ տեսել ենք, որ իրենք չունեցան իշխանություն եւ Փարաքարում եւ Գյումրիում։ Ես վստահ եմ, որ վաղաշաբաթ խոշոր ասված համայնքում լինելու է նույնը։ Քաղաքացիական պայմանագիրը իշխանություն չի ունենալու։ Արդեն հայտնի են հիմնական քաղաքական ուժերը, որոնք մասնակցելու են վաղարշաբաթի թիմ ընտրություններին։ Հետաքրքիր է, ինչ առաջնահերթություններ եք սահմանել ձեզ համար, որոնք իրագործելու եք ընտրվելուց հետո։ Տեսեք, մենք քաղաքի, Էջմիածին քաղաքի խնդիրներին 90%-ը քաջատեղյակ ենք նաև Խոյ համայնքի, երևի թե բոլորս գիտենք, որ վերջին շրջանում խոշորացում տեղի ունեցավ համայնքների, վաղարշաբաթ համայնքի միացավ Խոյ համայնքը իր 17 գյուղական բնակավայրերով, գիտենք նաև եւ ասեմ, որ Էջմիա քաղաքային խնդիրները եւ խնդիրները եւ գյուղական էապես տարբերվում են իրարից։ Նախորդ 21 թվականի ընտրությունների ժամանակ վաղարշաբաթի խոշորացումը եղավ մեկ գյուղական համայնք է միացել, Ոսկեհատ համայնքը, ես ուզում եմ ասել, որ տեսեք 4 տարի է Ոսկեհատ համայնքը միացած է եղել վաղարշաբաթ համայնքին։ 4 տարվա ընթացքում ինչ հարց են լուծել Ոսկեհատ գյուղի համար։ Ոչ մի խնդիր, ոչ մի խնդրի լուծում, ոչ մի ծրագրի ներկայացում, ոչ մի զարգացման ծրագիր։ Այդ ուղղակի մի քանի օր առաջ, քանի որ արժևում ընտրություններ են, հայտարարել են, որ Ոսկեհատ համայնքում բարեկարգելու ենք, ստեղծելու ենք նոր այգի, արհեստական բանականությամբ մի նկար էին սարքել, դրել էին ինտերնետում, իդեպ իրենք շատ էին նեղվում արհեստական բանականությունից, բայց իրենք էլ են ոնց որ օգտվում։ Նիկոլ Փաշինյանի խոսքն են երևի լսել արհեստական բանականության մասին, որ պետք է կանխորոշի Հայաստանի ապագան։ Այո, հենց տենց ուզում էին կանխորոշի, ինչ եմ ուզում ասել։ Տեսեք, վաղարշաբաթ համայնքում եղել է մեկ գյուղական համայնք եւ Էջմիածին քաղաքը։ Այդ գյուղական համայնքին այս տարիների ընթացքում ոչ մի աջակցություն, ոչ մի օգնություն, ոչ մի զարգացման ծրագիր չի ներկայացվել, չի եղել։ Իսկ դուք ինչ եք առաջարկում։ Հիմա եւս 17 գյուղական համայնք միացնում են վաղարշաբաթ համայնքին։ Իրենք ոնց են պատկերացնում, ես չեմ կարող ասել, վստահ եմ, որ իրենք պարզապես դա արել են ձայներ ապահովելու համար, որովհետև այսօրվա ժամանակավոր պաշտոնակատարը նախկինում եղել է նաև Խոյ համայնքի ղեկավար։ Նպատակը եղել է դա, իրենք յուղացիներին, այսպես ասած, օգտագործելու են իրենց նախընտրական շրջանում ձայներ ապահովելու համար, ոչ թե յուղացիների հոգսը թեթևացնելու, ոչ թե համայնքների զարգացման ծրագրերն իրականացնելու։ Իսկ դուք ինչ լուծումներ եք առաջարկում։ Մենք առաջարկելու ենք նախ գլոբալ խնդիրները քաղաքային Էջմիածնի հետ կապված կանաչ գոտիների ավելացում, որովհետև մեր քաղաքում այսօր ամենակարևոր խնդիրներից մեկն է բազմաբնակարան շենքերի, տանիքների, շքամուտքերի նորոգում, դա նույնպես շատ կարևոր խնդիր է, կոյուղատարերի հին լինելը, վնասված լինելը, մենք ունենք բազմաբնակարան շենքեր, որտեղ կոյուղատարերը ամբողջությամբ վնասված են եւ կոյուղաջրերը ամբողջ շենքի բակով, պատժեզներն են լցվում, երբ որ մարդիկ փորձում են տարիներով դիմում են համայնքապետարան, նրանց պատասխանում են, որ դա մեր լուծելու խնդիրը չի, այլ ջերմուղինն է, վիոլա ջրինն է, բայց մեր մոտեցումը հետեւյալն է լինելու։ Վաղարշաբաթ խոշոր ասված համայնքի տարածքում ինչքան շենք, ինչքան խնդիր կա, դա համայնքապետարանինն է, կապ չունի, որ դրա լուծողը վիոլա ջուրն է։ Ուրեմն համայնքապետարանը պարտավոր է վիոլա ջրի հետ համատեղ աշխատանքի արդյունքում այդ խնդիրը լուծել։ Ոչ թե մարդկանց ասել, սա հեցի խնդիրն է, սա վիոլայի, սա կադաստրի եւ այլն։ Իսկ համայնքապետարանը ինչի համար է, որպեսզի կարողանա այդ բոլոր գերատեսչությունների, բոլոր հիմնարկների հետ աշխատանք տանի, որպեսզի բնակչի հոգսը թեթևանա, բնակչի կյանքը ավելի էժանանա։ Իհարկե, գյուղական համայնքներում հիմնական խնդիրներից է ջերմատների խնդիրը։ Տեսեք, այսօր ստացվել է այնպես, որ
մարդիկ գյուղացիները մոտ 1000 քառակուսի ջերմոց կառուցելու համար մոտ 1.5 միլիոն դրամ փող են ծախսում։ Այո, նախագիծ, շինթույլտվություն, չգիտեմ, կապալառու ընկերություն եւ այսպես շարունակ։ Մենք պետքա համայնքապետարանը պարտավոր է աջակցել գյուղացիներին, որպիսի ոչ թե պետքա խանգարենք, որ իրենք ջերմոցները չսարքեն, աջակցենք, որ շատ սարքեն, որովհետեւ գյուղացու ապրուստի միջոցն է դա, նաեւ պտուղ բանջարեղենի ջերմոցներ են կառուցում, մենք պետական турքերը այնքան են բարձրացրել ու իդեպ դա համայնքի ավականիով որոշումներ են։ Որը խանգարում է գյուղացուն զբաղվել։ Այո, որը խանգարում է գյուղացուն զբաղվել գյուղատնտեսությամբ։ Մենք յուրաքանչյուր գյուղացու կողքին ենք լինելու, լուծելու ենք իրենց ոռոգման ջրի հարցը եւ բնականաբար բոլոր գյուղերում նույն խնդիրներն են, որտեղ չկան խաղահրապարակներ, այսինքն երեխաների, երիտասարդների զբաղվածության խնդիրն է, փորձելու ենք յուրաքանչյուր գյուղում ունենանք սպորտային, մշակութային խմբերը, սպորտային մշակութային մարզաբազաներ, որպիսի գյուղի բնակիչները կարողանան իրենց առօրյան իրենց գյուղերում անցկացնել։ Պարոն Խաչատրյան, ձեր համայնքում բազմաթիվ արցախցիներ են բնակվում, ովքեր ունեն կեցավայրի խնդիր, սոցիալական ապահովության, աշխատանքի եւ այլ բազմաթիվ խնդիրներ։ Իրենց մասով ձեր ծրագրում որևէ կետ նախատեսել եք կամ ինչ լուծումներ եք իրենց համար առաջարկում։ Իհարկե նախատեսել ենք, որովհետեւ մեր համայնքում արցախցիները որպես Երևանամերձ քաղաք, համայնք արցախցիները բավականին շատ են, իդեպ շատ մեծ ակտիվություն են ցույց տալիս համայնքի կյանքին, նաև մեր թիմում, մեր այսօրվա հաղթանակ դաշինքում ներգրաված են բազմաթիվ արցախցիներ, ովքեր իրենք սեփական ծրագրերով, սեփական մտքերով գալիս են մեր թիմ եւ փորձում դառնալ թիմի անդամ հետագայում այդ խնդիրները լուծելու ակնկալիքներով։ Տեսեք, արցախցիների խնդիրները մենք շատ լավ տեղյակ ենք այն գլոբալ խնդիրները ինչ որ կա։ Չեմ կարծում ով քաղաքականության հետ մի փոքր կապ ունի ու տեղյակ չի արցախցիների խնդիրներից, էլի։ Խոսքը չի գնում մասնավոր անձնական խնդիրների մասին, այլ գլոբալ։ Հիմնական խնդիրը բնակֆոնդն է։ Խնդիրը այն է, որ տեսեք, վաղաշաբաթում պետության կողմից սերտիֆիկատ, որ տալու են արցախցիներին, յուրաքանչյուր անձի 4 միլիոն են տալուց։ Այսինքն 4 հոգանոց ընտանիքը 16 միլիոնով Վաղաշաբաթ համայնքում պարզապես չի կարող բնակարան, այո, ոչ քաղաքում կարող է, ոչ էլ գյուղերում չի կարող։ Մենք դրա համար հետաքրքիր մի բան ենք մտածել, որպեսզի կարողանանք արցախցիներին այդ մասով օգնել։ Մենք գիտենք, որ համայնքը ունի շատ վարելահողեր, որոնք այս պահին չեն մշակում կամ տարբեր վարձակալությամբ են տրված ու էլի չեն մշակում։ Մենք փորձելու ենք այդ հողերից առանձնացնել որոշակի քանակի եւ Էջմիածնի վաղաշաբաթի ավականու որոշումով ով ունի սերտիֆիկատ, դա կլինի 16 միլիոն 20 թե 12 արցախցիներին առաջարկենք համայնքի կողմից մենք տալիս ենք ձեզ հողատարածք, դուք էլ այս սերտիֆիկատով պիտի ձեզ համար կառուցեք բնակարան։ Իսկ մենք հաշվարկներն արել ենք, հնարավոր է 12-ից մինչև 20 միլիոն դրամով կառուցել, այսինքն արցախցին գոնե ունենա իր գլխին տանիք։ Սա ամենակարևոր խնդիրն է։ Նաև այս հարցը մենք արցախցիների հետ ենք քննարկել, իրենց մեծ ոգևորություն է առաջացրել, մանավանդ որ մտածում են, որ այդ թաղամասը կդառնա ենթադրենք միատար, մի փոքր Արցախ, մի փոքր Արցախ, այսինքն մենք այդ հիմնական խնդիրը սա է։ Արցախցիները մնացածը արդեն զբաղվածության հարցն է, որը տեսեք մենք ինչի համար ենք ուզում օգնել, էլի արցախցիներին։ Մենք այն գաղափարի կրողն ենք, որ մենք ուզում ենք եւ մտածում ենք, որ գալու է այդ օրը, որ արցախցիների արժանապատիվ վերադարձը լինելու է իրենց տնել։ Բայց քանի դեռ դա չի եղել, պետք է արցախցին մեր համայնքում նույն կերպ արժանապատիվ տուն ունենա եւ արժանապատիվ ապրուստի միջոց ունենա, որովհետեւ մենք չենք ուզում մնացած արցախցիների շատ արցախցիներ այդ ամեն ինչ խնդիրները տեսնելով ուղղակի հեռացան Հայաստանից։ Մենք մեր համայնքում դա տեսել ենք։ Մենք արցախցիների հետ հանդիպումների ժամանակ նույնիսկ ասում ենք, որ ոչ թե մենք չենք ուզում դուք Հայաստանից հեռանաք, մենք չենք ուզում, որ դուք մեր համայնքից հեռանաք, որովհետև արցախցիները արարող, ստեղծող,
աշխատասեր ուժեղ ժողովուրդ են, մենք ուզում ենք իրենք զգան վաղարշապատի լիիրավ անդամ։ Ես ասեմ, որ արցախցիների այս օգնության ծրագրերու լսելով նաև մեզ հետ կապվել են նաև արտերկրից բազմաթիվ արցախցի գործարարներ եւ իրենց պատրաստակամությունը հայտնել իրենց անձնական միջոցներով, այլևս իրենց սեփական միջոցներով, որ իրենք էլ պատրաստակամ են այդ ամենին աջակցելու։ Այսպես ասած, սպասում են մեր հաղթանակին, որովհետև իրենք չեն վստահում քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Անդրադառնանք ընտրական օրակարգին, ինչ է կարծում։ Ձեր համայնքում ընդդիմադիր ուժերը կկարողանան միավորվել, որպեսզի ձեր ասած Գյումրի 2-ը կարողանա ապահովել։ Տեսեք, իսկ ինչի Գյումրի 2։ Մենք մեր թիմով գնում ենք բացարձակ հաղթանակի, մենք փառաքար 2 ենք անելու, ոչ թե Գյումրի 2։ Այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեզն է մամուլով, որ Գյումրի 2 չի լինելու, մենք ինքներս էլ համաձայն ենք, որ Գյումրի 2 չի լինելու է փառաքար 2։ Մենք գնալու ենք բացարձակ հաղթանակի եւ աղաշապատցին այդ քվեն մենք վստահ ենք մեզ տալու է։ Իսկ եթե լինի այնպես, որ մենք մեր քվեներով բացարձակ մեծամասնություն չլինենք, իհարկե պատրաստ ենք համագործակցության ընդդիմադիր այն ուժերի հետ, ովքեր իրենց համարում են ընդդիմադիր, իրենց քաղաքական հետագիծնել է ընդդիմադրի, ոչ թե միայն այս ընտրությունների ժամանակ, եւ իրենք պետք է հայտարարեն, որ ոչ մի դեպքում համագործակցություն չեն ունենալու քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Այդ ուժերի հետ մենք ինքներս պատրաստ ենք ընտրությունների արդյունքներից հետո նստել բանակցությունների ընդհանուր գաղափարի քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը իշխանազրկելու վաղաշապատում գնանք համագործակցության եւ փորձենք։ Ես ասեմ, որ մեր թիմը ես հիմա նախորդիվ էլ հայտարարել եմ եւ հիմա նույնպես հայտարարում եմ, որ ցանկացած ընդդիմադիր ուժ, ով կհավաքի ամենաշատ ձայները քվեարկության արդյունքներով մենք պատրաստ ենք միանալ իրենց առանց որևէ ակնկալիքի, առանց որևէ պաշտոն ուզելու։ Այսինքն կոչ չեք անելու, որ ձեզ միանան, այլ պատրաստ եք ինքներդ միանալ։ Պատրաստ ենք, իհարկե, որ ուժը կհավաքի առավելագույն ձայներ, մենք պատրաստ ենք միանալու իրեն։ Մեր մոտեցումը սա է։ Որ ուժերի հետ եք հավանական համարում համագործակցությունը եւ որ քաղաքական ուժերից եք աջակցություն ակնկալում, կան այդպիսի քաղաքական ուժեր արդեն։ Այս պահին պետք դրա մասին չեմ խոսի անվանական, որովհետև դեռևս քարոզարշավն էլ չի սկսվել, դեռևս կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտերը դեռևս չի հաստատել, հաստատումից հետո քարոզարշավը սկսելուց մի քանի օր հետո կարծում եմ նաև մյուս ուժերը նույնպես հայտարարություններ կանեն, մենք ինքներս էլ կանենք եւ ընտրության արդյունքներից հետո կփորձենք համագործակցության եզրեր գտնել իմ նշած ուժերի հետ։ Իսկ կարող եք անվանել այն հիմնական ազդեցիկ քաղաքական ուժերը, որոնք արդեն նշмарվում են ձեր համայնքում։ Գիտեք, Էրմիածնում արդեն որոշ ուժեր իրենք ազդեցիկ համարում են, իրենց ազդեցիկ։ Ես ինքս նման գուշակություն չեմ անելու, որովհետև ազդեցիկ ուժ ասվածը դա երևալու է քվեարկության օրը, քվեարկության գիշերը, այսինքն քվեարկության արդյունքները ամփոփելիս ենք տեսնելու այդ ուժի ազդեցիկ լինել կամ չլինելը։ Դրա համար ես զերծ կմնամ անուններ տալուց, որովհետև բոլորն էլ իրենց համարում են ազդեցիկ։ Դուք բարբերաբար հայտարարում եք, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցն եք։ Ինչով է պայմանավորված ձեր այդ ընտրությունը։ Տեսեք, այո, ես հայտարարել եմ, Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիները եղել են խաղաղության, արժանապատվության տարիներ եւ կարծում եմ, որ հիմա նույնպես այս պահին մեզ ամենաշատը պետք է արժանապատիվ խաղաղություն։ Հենց ամենագլխավորը դրանով է պայմանավորված, բայց ես կարծում եմ սա մեր այս ընտրությունների հետ կապված վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրություններն են, ավելի ճիշտ կլինի խոսենք մեր համայնքից։ Բայց կուզենայի անդրադառնալ նաև ձեզ ուղղված մեղադրանքներին, ձեզ մեղադրում են ռուսամետ լինելու մեջ։ Ինչու։ Ես անկեղծ ասած չեմ հասկանում իրենց մեղադրանքները, իրենք են փորձում նման, երևի թե արևմտամետ ուժերն են փորձում են նման որակում տա։ Ես ասեմ, որ մենք հայամետ ենք, ես ինքս հայամետ եմ, ոչ թե ռուսամետ կամ, չգիտեմ, արևմտամետ։ Տեսեք, որ Ռուսաստանի մասին են խոսում, էլի այն Ռուսաստանի, որ մոտ 3 միլիոն հայ է ապրում։ Այն Ռուսաստանի մասին են խոսում, որ ամենամեծ տրանսֆերտները, օգնությունները Հայաստանին մեր Ռուսաստանաբնակ հայերը ուղարկում են հենց Ռուսաստանից։ Մեր պտուղ բանջարեղենը, մեր գյուղ մթերքը ամբողջապես արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։
Այսինքն ինչ են ուզում։ Ուզում են Ռուսաստանի հետ ճշնամանանք, ուզում են Արևմուտքի հետ ընկերություն անենք, բայց ինչի Ռուսաստանի հետ ճշնամանալու հաշվին այդ ամեն ինչը անենք։ Տեսեք, այս թեզերը կեղծ թեզեր են։ Մենք այսօր Ռուսաստանի Դաշնությունից օգտվում ենք, մեծ օգուտներ ունենք, արդեն իսկ նշեցի։ Մենք ինչի համար պետք է Ռուսաստանի հետ որևէ հարաբերություն փչացնենք աշխարհաքաղաքական այսօրվա այս լարված իրավիճակում։ Վաղար շաբաթի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը մեղադրում է ձեզ ՀՀԿ-ական լինելու, ՀՀԿ-ի երիթևի ամենակարկառուն ներկայացուցիչը լինելու մեջ։ Պարոն Խաչատրյան, փաստորեն դուք եք նախկին, այդպես է ստացվում։ Տեսեք, այո, ես եղել եմ Հանրապետական կուսակցության անդամ, երիտասարդական կազմակերպության անդամ, բավականին ակտիվ գործունեություն եմ ծավալել եւ ես դրանից չեմ խուսափում։ Դա իմ կենսագրությունն է։ Ես իրենց նման իմ կենսագրության որոշ կետերը չեմ ուրանում, չեմ մոռանում նաեւ իմ ընկերներին։ Այնտեղ իմ ընկերներն են, մենք մինչեւ հիմա էլ ընկերություն ենք անում շատերի հետ։ Տեսեք, ես ձեզ ներկայացնեմ, ես 2010 թվականից, երբ որ ընդունվել եմ ասպիրանտուրա, եղել եմ ասպիրանտ ուսանող, ձեր նշած անձնավորությունը եղել է կադաստրի պետական կոմիտեի նախագահի օգնականը։ Արգիշտի Մեխակյան։ Այո, 4 տարի։ Այնուհետև եղել է էներգետիկա եւ բնական պաշարների նախարարի օգնականը։ Այսինքն հիմա 21 տարեկանից իր կենսագրության մեջ բաց գրած է 21 տարեկանից աշխատել է սկզբում Էջմիածնի քաղաքապետարանում, այնուհետև բավականին ակտիվ կարիերա էր արել նախկինների ժամանակ։ Որոնց հիմա քարկոծում է։ Այո, որոնց հիմա քարկոծում է։ Այսինքն մոտ 18 տարի ինքը աշխատում է պետական համակարգում, 10 տարին աշխատել է նախկինների ժամանակ, 8 տարին նոր աշխատել է քաղաքացիական պայմանագրի ժամանակ։ Հիմա երբ որ ես եղել եմ ասպիրանտ, զբաղվել եմ գիտությամբ, ինքը զբաղեցրել է բավականին պատասխանատու պաշտոններ։ Ես եմ նախկին, թե ինքն է նախկին։ Այս հարցը պետք է նաև իրենց տալ մի հատ, կամ թող ժողովուրդն իմանա։ Երբ որ ես զբաղվել եմ, ես եղել եմ տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր եւ դասավանդել եմ, այդ տարիներին ինքը եղել է էներգետիկա եւ բնական պաշարների նախարարի օգնական։ Ես եմ նախկին, թե ինքն է նախկին։ Այսինքն չի կարելի էլի խոսել նրա մասին, եւ ինքը խոսում է, որ մենք չխոսենք դրա մասին։ Բայց ժողովուրդը այդ ամբողջը պետք է իմանա։ Մենք մեր կենսագրությունը չենք կարող ուրանալ, մենք մեր ընկերներին, իսկ իրենք կարող են, իրենց համար կյանքը սկսվել է երևի 2018 թվականին։ Իսկ մենք ունենք կենսագրություն, ունենք տարիներ, որ բնականաբար այդ ամեն ինչը մեր կենսագրության մի մասն է։ Ձեր անվան հետ կապված որոշակի լուրեր են տարածվել, մասնավորապես, որ ընտրվելու պարագայում համայնքապետարանից հեռացնելու եք ՀՊ համակիրներին եւ փոխարինելու եք ձեր կադրերով։ Ինչով են պայմանավորված նման լուրերը, պարոն Խաչատրյան։ Դա օրվա իշխանությունների կողմից դատարկախոսություն է, որովհետեւ մանավանդ փոքր համայնքներում դա պարզապես անհնարին է։ Այդ նույն համայնքապետարանում կան իրական պրոֆեսիոնալներ։ Այդ պրոֆեսիոնալները երբեք աշխատանքից մեր հորդորով դուրս չեն գալու, ոնց որ իրենք են անում։ Մենք նման մոտեցում ցույց չենք տալու երբեք, թե խոյում, թե էջմիածնում։ Մենք նաև այնտեղ շատ ընկերներ ունենք համայնքապետարանում աշխատող, էլի, որ իրենց հետ էլ ենք կապի մեջ, ուղղակի հիմա անունները չասեմ, թե չառավոտյան այդ մարդկանց իհարկե աշխատանքից կազատել, իրանց չէ, մենակ իրենց չէ, իրենց ու իրենց բարեկամներին, էլի, փորձեն աշխատանքից ազատել։ Ես ասեմ, որ այդպիսի բան չի լինելու, բնականաբար կլինելու են քաղաքական պաշտոններ, ովքեր, ասենք, եթե այսօր զբաղեցնում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները, նրանք այլևս չեն լինելու, որովհետև ՔՊ-ի գաղափարակից լինելը չի կարող աշխատանքին օգուտ, մենք չենք կարող այդ մարդկանց հետ աշխատել, ով ՔՊ-ի գաղափարակիցն է։ Դուք հայտարարել եք, ահազանգել եք, որ չնայած ընտրապայքարը պաշտոնապես չի մեկնարկել, սակայն ԿՊ-ն արդեն անցել է ճնշող քայլերի, ձեր բարեկամների, մտերիմների նկատմամբ։ Ինչ ճնշող քայլերի մասին է խոսքը։ Տեսեք, միայն իմ բարեկամների չէ, թիմի ընդհանուր թիմի մեր անդամների, հարազատների, բարեկամների աշխատանքից ազատման
հորդորում են, որպեսզի ազատման դիմումներ գրեն։ Այո, նման դեպքեր արդեն իսկ բազմաթիվ են, իմ բարեկամներին էլ, իմ թիմակիցների բարեկամներ, մոտ օրերս եւս նման դեպքեր լինելու են, արդեն իրենք այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում։ Ազդակները ստացել են։ Այո, ստացել են, աշխատանքներ են տանում, մարդիկ են լինելու, ովքեր ենթադրենք ասել են մենք ազատման դիմում չենք գրելու, մեզ ասեք պատճառը։ Հիմա փորձում են որևէ ստուգումներ բացել, ինչ-որ գործ սարքել, իրենց այդ իրավական ձևակերպումներ են փորձում տալ եւ այլն, բայց այդ փոքր համայնքը դա բոլորն իմանում են ու բոլորն իմանալու են։ Ես ասեմ, էլի իրենք դրանով մեզ ոչ վնասում են, ոչ վախեցնում։ Մեր թիմը հաստատակամ է հաղթանակի մեջ, հաստատակամ է լավ համայնք տեսնելու մեր տեսլականի մեջ եւ մենք գնալու ենք առաջ։ Եթե իրենց թվում է թե դրանով մեզ թուլացնում են, իրականում մեզ դրանով շատ ավելի ուժեղացնում են։ Դուք իրավական ձևակերպում արտահայտությունն օգտագործեցիք եւ հիշեցի Արգիշտի Մեխակյանի հայտարարություններից եւս մի հայտարարություն։ Նա մեղադրում է ձեզ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին եղել եք կառավարության շենքում եւ լուր հետեւել եք, թե ինչպես են կոտրում պետական գույքը։ Մի տեսակ մեղադրանքի է նման, պարոն Խաչատրյան։ Տեսեք, այստեղ ամենահետաքրքիրը լուր հետևելն էր։ Երբ կարող է իրենք ուզում են, որ ես էլ կոտրեի, այսօր փորձեն քրեական գործ բացեին, մեկուսացնեին, դատեին, տանեին բանտ, որպեսզի իրենք հանգիստ իրենց ԿՊ-ականներով ընտրություն կազմակերպեին։ Իսկ նման զարգացում ակնկալում եք իրենց կողմից։ Իրենցից ամեն ինչ կարելի է սպասել, բայց ես որևէ քրեական գործով չեմ անցել, որևէ նոյեմբերի 9-ի հետ կապված, որևէ կարգավիճակ չունեմ, իրենցից ամեն ինչ սպասել է, միգուցե ինչ-որ մի բան մոգոնել։ Այդ լուր հետևելը ինձ թվում է իրանք լավ ուսումնասիրել են բոլոր կադրերը, իրավապահների ձեռքի տակ եղած բոլոր կադրերը, որ ես այնտեղ կոտրելուն չեմ մասնակցում, դրա համար երևի ափսոսանք են հայտնել, թե ափսոսանքով, թե այ մարդ մի բան էլ մի հատ էլ դու կոտրեիր, ինչ կլներ, էլ ես կակրած պահներ քրեական գործ կբացեինք եւ այլ։ Ես ինչի համար այդ, ինչ մեղադրանք է, էլի։ Մենք նոյեմբերի 8-ին, ես նոյեմբերի 8-ին եմ Քարվաճառից 20 թվականին եկել էինք ընկերներով, 11-ին նորից պետք է գնայինք Արցախ։ Եկանք ու տեղի ունեցավ այս ամեն ինչը, այս աղետը, ոնց որ մնացած 15-20 հազար քաղաքացիները, այդ ջղայնացած, լարված, որ 44 օր շարունակ մարդկանց տեղեկացնում էին, որ մենք հաղթում ենք եւ մի րոպեվա մեջ այդ ամեն ինչը պարզապես հանձնանակներ հոդս ցնդեց։ Ես գնացել էի տեսնել ինչի համար են հանձնել Քարվաճառը, ինչի համար են հանձնել Մեխակավանը, ինչի համար։ Ես կարծում եմ ավելի շատ ես պիտի չգնայի, ավելի շատ հենց այդ անձը պիտի գնար այնտեղ իմանալու, որովհետեւ այդ ամբողջ ստի ու կեղծիքի այդ մանուֆակտուրայի մաս է կազմել ինքը եղել է քաղաքացիական պարմանագիր կուսակցության падգամավոր, կամ ինքը այդ ստի ու կեղծիքի մասնակիցն է, կամ իրեն էլ են խաբել այդ 44 օրը։ Եթե իրեն էլ են խաբել, ապա ինքը ինչի այնտեղ չէր։ Ինչի համար չէր եկել, կամ ինչի համար մի հրապարական ելույթ, մի խոսք, մի ասել, ինչ տեղի ունեցավ, էլի 44 օր մեզ ասել եք, ես էլ ես թիմի անդամ, իմացել եմ, որ մենք հաղթում ենք, ոնց եղավ։ Արգիշտի Մեխակյանը մեղադրում է նաև իրեն քննադատողներին, ովքեր պարբերաբար օգտագործում են իր ընտանիքի անդամների անունները եւ նա դա բացատրում է նրանով, որ ուզում են քաղաքական դիվիդենդներ շահելում նկատի ունի։ Ես ասեմ, որ այդ միտքը թող ինքը իր մեջ ման գա, ինչի համար են ասում, մենք նման բան չենք ասում, ես իմ ընտանիքից, նաև իմ քաղաքից ստացել եմ դաստիարակություն, որ չի կարելի մարդկանց ընտանիքներ մտնել, չի կարելի մարդկանց անձնական դաշտ մտնել։ Այս հարցը վերաբերում է իր հորը, ես զերծ կմնամ, ես այս հարցի շուրջ իհարկե իմ կարծիքն ունեմ, բայց ես կարծիք չեմ հայտնի։ Անդիմադիր համայնքապետերի նկատմամբ ճնշումներ կան, նոր չեն, բայց հիմա ավելի են սաստկացել։ Նույն Գյումրիում Վարդան Ղուկասյանի դեմ արդեն իրավապահներին հանձնարարականներ են իջեցվել, որպեսզի մամուլում նրա հրապարակումները, հայտարարությունները ուսումնասիրեն, երևի որպեսզի հայտարարությունների ֆոնի վրա քրեական գործ հարուցեն։ Նաև Մերձավանում համայնքապետի սպանության այս հոգեբանական ճնշող ֆոնին, հետո նույն Վարդան Ղուկասյանին, Մասիսի համայնքապետին ընդդիմադիր իրենց բրոնե մեքենաները օգտագործելու հնարավորությունից զրկել է, կարծես հոգեբանական ճնշում են, այո, գործադրում։ Արդյոք այն նպաստավոր իշխանությունների համար նպաստավոր ֆոնը չի ստեղծում ընտրություններից առաջ որոշակի ճնշվածության։ Օրինակ դուք մտավախություն ունեք, որ ձեր ֆիզիկական անվտանգությանը
կարող է վտանգ սպառնալ կամ նման, չգիտեմ, թեկուզ հոգեբանական ճնշման համար նպաստավոր մթնոլորտ ստեղծեն։ Անկեղծ ասած չունեմ եւ ես ինքս էլ չունեմ, մեր թիմի անդամներն էլ չունեն, մենք ամեն օր թիմիով իրար հետ ենք քննարկում ենք, այդ նույն հարցերը բոլորս քննարկել ենք իրար հետ, վերլուծել ենք։ Ես հաստատ կարող ասեմ, որ մենք չունենք այդ մտավախությունը, չնայած կրկնեմ, որ այսօրվա իշխանություններից կարելի է սպասել ցանկացած ստորություն, ցանկացած բան, որ կարող է մարդու վրա գործ կարել, անմեղ մարդկանց փորձել բանտերը նետել, բայց նորից եմ ասում, նման մտավախություն չունենք, բայց թե ինչ տեղի կուներ, թե ինչ կլինի, հետագան կարծում եմ ընտրություններից հետո ականատես կլինի։ Եվ ամփոփելով մեր զրույցը, ինչպես եք գնահատում դիմընտրություններում հաղթելու ձեր շանսերը։ Ես ասեմ, որ ունենք ունակ թիմ, կարող թիմ, խնդիրներին քաջատեղյակ եւ խնդիրների լուծումներն առաջարկող թիմ, իրենց համայնքը շատ սիրող թիմ, եւ այս ամենը հաշվի առնելով մենք մեր շանսերը գնահատում ենք ընտրություններին շատ բարձր եւ գնում ենք բացարձակ հաղթանակի։ Պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ զրույցի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, այսօրվա մեր հյուրն էր վաղ առշաբաթ խոշորացված համայնքի հաղթանակ դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը։ Դուք դիտում եք հարցազրույցը, մեր հաջորդ թողարկումը վաղն է։ Հաջողություն։